Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան Գրուպ, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը այսօր եւ այս օրերին մենք մեկ անգամ եւս հիշում ենք հայոց զոհերին, հայոց մեծ եղեռնի զոհերին եւ բազմաթիվ հաղորդումներ են պատրաստվում այս թեմայով եւ Հերմինե դիալոգ նախագիծն էլ չէր կարող զերծ մնալ։ Ես որոշեցի, որ հայոց մեծ եղեռնին կանդրադառնամ մշակութային տեսանկյունից եւ կխոսենք այն գործերի մասին, որոնք անդրադառնում են հենց հայոց ցեղասպանությանը։ Եվ այդ առիթով այսօր իմ տուն ռեստորան եմ հրավիրել կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր Հայկ Օրդյանին, ով պատրաստվում է նկարահանել Գարուն դրան ետևում ֆիլմը, որը Կոմիտասի կենսագրականն է եւ իհարկե առնչվում է նաեւ հայոց մեծ ցեղասպանությանը։ Գնամ դուռը բացեմ եւ իմ ռեժիսորին եւ իմ լավ ընկերոջը դիմավորեմ։ Դե, տենց է։ Սաստորը ոնց ցավը։ Լավ եմ։ Դու ոնց ես, արի։ Պետք է։ Օ, շնորհակալություն։ Վստահ եմ վերջերս հաճախ եք առնչվում հոսանքազրկման խնդրի հետ եւ այս կապակցությամբ Ital Solar-ը առաջարկում է ամենաօպտիմալ տարբերակը եւ խնդրի լուծումը։ Խոսքս գնում է արևային մարտկոցների մասին, որոնց շնորհիվ սպառողը ամբողջովին զերծ է մնում հոսանքազրկման խնդրից։ Եթե դուք ունեք արևային կայաններ եւ արևային մարտկոցներ, ապա հոսանքազրկման ժամանակ դուք սկսում եք սպառել հենց այն էներգիան, որը կուտակվել է ժամանակի ընթացքում եւ ըստ մարտկոցի հզորության դուք ունենում եք որոշակի կիլովատ ժամեր, այնպես որ հոսանքազրկումների ժամանակ դուք տեղեկանում եք միայն SMS հաղորդագրության միջոցով։ Հարևաններից ոչ ոք չունի էլեկտրաէներգիա, իսկ դուք ունեք շնորհիվ հենց արևային մարտկոցների։ Հայկ, մերսի շատ այս հանդիպման համար, չնայած ես երջանիկ եմ համարում մեզ, որ մենք հաճախ ենք ունենում առիթներ հանդիպելու, կարող է ավելի հաճախ լինել, որտեղ վերջերս տեմպերը դանդաղեցրել ենք քո զբաղվածության պատճառով, որտեղ մի ամբողջ կինոընկերություն ես ղեկավարում եւ բազմաթիվ նոր ֆիլմեր եք անում, ժամանակդ հասկանում եմ, որ քիչ է։ Այս գիրքը ուզում եմ հասկանամ ինչի մասին է, ովքեր են ընդգրկված եւ ինչն է պատճառը, որ մենք այսքան տեղեկություն չունենք մեր կինոյի մասին։ Մենք չգիտեմ, դե երևի թե մասնագետները ամեն դեպքում ուսումնասիրողները կունենան, լայն հանրությունը չունի։ Երևի թե դա էլ կարծում եմ հատուկ ուշադրություն սևեռելու տարբեր գործիքակազմերի բացակայության պատճառով է, դա կլինի հեռուստատեսություն, դա կլինի մամուլի այլ միջոց, դա կլինի ընդհանրապես կրթական միջավայր եւ այլն եւ այլն։ Բայց ամեն դեպքում մեր կինոյի խնդիրները այսօր չեն կամ կինոյի հանդեպ խնդիրները այսօր չեն ծագել, դրանք եղել են միշտ, մանավանդ անկախացումից անմիջապես հետո, ես միշտ ասում եմ, երևի թե եթերում առաջ անգամ եմ ասելու քեզ։ Ես միշտ ասում եմ, որ կինոն Հայաստանում արվեստի միակ ճյուղն էր, որը վանդալիզմի ենթարկվեց։ Ամբողջությամբ քանդվեցին կամ օտարվեցին կինոթատրոնները, Հայֆիլմ կինոստուդիան, ընդհանրապես մասնագետները դարձան գործազուրկ, ի տարբերություն օրինակ թատրոնների, ի տարբերություն օրինակ երաժշտական կոլեկտիվների տարբեր, հա, նույնիսկ 90-ականների այդ վատ շրջանում թատրոնները մնացին, պետական շենքերը, տրուպաները աշխատավարձ են ստանում, թեկուզ քիչ, թեկուզ ուշադրություններով, բայց իրենք մնացին եւ փառք Աստծո որ կարողացան մինչեւ այսօր գոյատևել։ Իսկ կինոն այն միակ ճյուղն էր, որը ընդհանրապես հիմնահատակ ավերվեց։ Ցավոք սրտի ամբողջ Հայաստանում։ Ես վերջերս շատ հաճախ շրջում եմ Հայաստանի փոքրիկ քաղաքներով գործի բերումով եւ շատ հատուկ նկարում եմ իմ հեռախոսով այն շենքերը, որոնք երբեմնի կինոթատրոններն են եղել, շատ մեծ ցավ է դա ինձ համար եւ մենք կորցրեցինք մի մեծ մշակույթ։ Իհարկե վերջին շրջանում միգուցե փորձում են ինչ-որ կերպ լրացնել այդ բացը, բայց դեռ մենք շատ հեռու ենք այն երազանքից, այսպես ասենք, որը միշտ մեր աչքի առաջ ունեցել ենք, այսինքն, թափես կինոն
մենք շատ ենք սիրում խոսել կինոյի մասին, բայց կարծում եմ, որ մենք երկու բառով եթե ասենք չենք սիրում կինո։ Եթե սիրեինք, կպահեինք, փայփայեինք եւ այսօր կունենայինք լրիվ այլ որակի եւ այլ մակարդակի կինոարվեստ։ Հայկ, այս թեման շատ հետաքրքիր է քեզ հետ քննարկելը, դրանց պատճառների, լուծումների, խնդիրների մասին մենք այսօր անպայման խոսելու ենք։ Հիմա ինձ հետաքրքիր է մենք անընդհատ այս օրերին հիշում ենք հայոց եղեռնի զոհերին, հիշատակի օրերն են եւ այլն եւ այլն։ Եվ հաճախ, երբ որ ֆիլմեր են նկարահանվում մեծ եղեռնի մասին, երկրաշարժի մասին, հայրենական պատերազմի մասին, հնչում է այսպիսի մի կարծիք. դե հոգնեցինք էլի այս ողբի մասին ֆիլմերից, ուրիշ բան չկա դրա մասին նկարեն։ Ինչու է կարևոր, որ ֆիլմեր նկարվեն մեծ ողբերգությունների մասին, եթե հատկապես շեշտը դնենք հիմա հայոց եղեռնի վրա։ Շատ բարդ թեմա է դա։ Ես ասեմ, որ իմ կարծիքով այդ դիսկուրսը օրինակ հրեաների մոտ կարծեմ թե բացակայում է։ Ես մի քանի հանդիպումներ եմ ունեցել մի քանի հրեա պրոդյուսերների հետ եւ նա այդ թեման քննարկել է իրենց հետ ժամանակին, այստեղ ոչ թե թեմային անդրադառնալը կամ չանդրադառնալն է, այլ ինչ դիտակետից, ինչ դիտանկյունով անդրադառնաս եւ ինչպիսի ձևաչափով ներկայացնես այս ողբերգությունը ազգային, հա։ Սա իմ կարծիքով մեզ մոտ չի ստացվում։ Սուբյեկտիվ թող համարվի այս կարծիքը, բայց մեզ մոտ չի ստացվում եւ մենք կարծես թե ֆիլմեր ենք անում նույնիսկ ցեղասպանության մասին, չհասկանալով ինչ նյութ հետ գործ ունենք։ Օրինակ ենթադրենք վառ օրինակ, հա, ասենք Ատոմ Էգոյանն է անդրադարձել ամենահեղինակավոր հայ ռեժիսորներից մեկը այսօր աշխարհում, Արարատ ֆիլմով, Տավյանի եղբայրներն են անդրադարձել, բայց դա այնպիսի լուրջ ռեզոնանս չառաջացրեց աշխարհում, ինչպես օրինակ Դաշնակահարը, հա։ Եվ կարծեմ թե սա գալիս է ինչից, այդ զրույցների ընթացքում ես ինչ հասկացա, որ երբ որ հրեաները սկսում են նման մի նախագիծ, կինո նախագիծ, իրենք մի հոգու իդեայով չեն առաջնորդվում։ Դա մի մեծ թիմի մանրամասն աշխատանք է, գիտնականներ, միգուցե նաև քաղաքական գործիչներ, պատմաբաններ, արվեստի գործիչներ եւ այլն եւ այլն։ Եվ սրա ամփոփումն է ընդհանուր հենց այդ ֆիլմը, որը պիտի ծնվի, հա։ Այսինքն մենք անհատական մոտեցում ունենք։ Այս անհատական մոտեցումը նման ազգային մեծ ողբերգությանը կարծեմ թե ճիշտ չէ, որովհետև սա մեկ ռակուրսի հարց չի եւ մեկ մարդու մտքի արգասիքի արտահայտում չպետք է լինի իմ կարծիքով, միգուցե սխալվում եմ։ Հեղինակային ֆիլմի մասին չեմ խոսում, ես ընդհանրապես մեծ կինոարտադրության, մեծ կինո արդյունաբերության մասին եմ խոսում։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե նպատակ կա պատմել մեր պատմության այդ էջի մասին, դա արդեն իսկ հեղինակային միայն պիտի չլինի, պիտի դա լինի ճիշտ ուղղորդված, մտածված, հաշվարկված ֆիլմ, որը այնքան էլ հեղինակային կինոյի մասին չէ։ Ինչու ենք անում այս ֆիլմը։ Այս հարցը պիտի շատ հստակ լինի, որովհետև մեծ գումարներ են ծախսվում եւ կարծեմ թե պիտի նպատակային լինի այդ մեծ գումարների վատնումը, այսպես ասենք, հա, որովհետև այլ եմ ասում, մենք նկարահանում ենք ֆիլմեր, ունենք արդեն մի քանի ֆիլմեր, նույնիսկ Հայաստանում շատ քիչ է նկարվել։ Դա հիմնականում դրսում է արտադրվում եւ այդպես չգիտեմ, արդյունքների չենք հասնում։ Կինոփառատոներին չի ներկայացվում կամ թերի է ներկայացվում, մեծ էկրաններին, այսպես վարձույթներում շատ չի տարածվում, այսինքն այստեղ խնդիր ունենք եւ դա
այդպես շատ լուրջ վերլուծության հարց է, շատ լուրջ։ Հատկապես որ արդեն կան բավականաչափ ֆիլմեր, որոնք այսպես պատմական ակնարկ որպես կամ դրա մասին հիշեցնելու փաստ որպես գոյություն են, արդեն ժամանակն է որոշակի հարցեր լուծել, իսկ որոշակի հարցերը մենք բոլորս էլ հասկանում ենք, որ դա հստակորեն մեր պահանջներն են, իսկ մեր պահանջն է նախ եւ առաջ իհարկե ճանաչումը հայոց ցեղասպանության։ Շնորհակալություն, մենք հիմա կտեղափոխվենք մեծ սեղանի շուրջ եւ կճաշենք եւ կզրուցենք արդեն ֆիլմերի մասին, որոնք եւ արվել են եւ արվելու են, կարծում սա շատ կարեւոր թեմա է, որտեղ մենք ընթացքում նաեւ կանդրադառնանք եւ խնդիրներին եւ պատմության էջերը թերթելուն եւ դրանց արձանագրելուն։ Չնայած պատմական տարբեր իրադարձություններին, ողբերգություններին հայ ազգը շարունակում է ապրել եւ արարել եւ իհարկե կառուցել տուն։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը առաջարկում է հատուկ ապառիկ արտոնյալ պայմաններով Ինեկոբանկ ընկերության հետ միասին 48-ամսյա հատուկ ապառիկի առաջարկ, որի առաջին 18 ամիսը դուք կվճարեք 0% միայն մայր գումարը։ Հետագա 30 ամիսների ընթացքում 0.8% ամսական սպասարկման գումար եւ 18% տարեկան տոկոսադրույք։ Վճարեք խելացի եւ կառուցեք վստահությամբ իմ սիրելի Վալան գրուպ ընկերության հետ միասին։ Քանի որ իմ հյուրը Տավուշից է, նա Այգեձոր գյուղում է մեծացել, վստահաբար նրա քինքին շատ մոտ եւ հարազատ է սինդրիկը եւ դրա համար ես կպատրաստեմ նրա համար սինդրիկ։ Մի քանի րոպե եփում ենք սինդրիկը։ Գցում եմ եռացրած ջրի մեջ։ Մինչ սինդրիկը եփվում է, նախապատրաստեմ մյուս բաղադրիչները։ Ինչպես տեսնում եք, ես կտրատում եմ բազուկի տերևների ցողունները։ Ժողովրդի լեզվով ասած ճավը։ Մոտ 3 րոպե է եփվում սինդրիկը, որից հետո ես տեղափոխում եմ անմիջապես սառը ջրի մեջ, նույնիսկ սառույց է մեջը գցել, որովհետև գույնը կարող է փոխվել եւ անուշ կանաչ չլինի, եթե չդնեք սառը ջրի մեջ։ Հիմա աղ ենք անում սինդրիկի վրա, ձիթայուղ, խնձորի քացախ, մանրացրած բազուկը եւ նուռ։ Մատուցելու եմ խնձորով։ Հուսամ իմ հյուրի մոտ մանկության հիշողություններ կարդնացրի սինդրիկը։ Հիմա կպարզեմ մենք ինչ ենք փորձելու։ Շատ լավ, մոտապես պարզ է։ Ահա, հաշվի առնելով քո եւ իմ Տավուշյան արմատները եւ իհարկե այս սեզոնը, ես չէի կարող բաց թողնել սինդրիկը վայելելու հաճույքը իմ լավ ընկերոջ եւ Տավուշեցու հետ։ Շնորհակալ եմ։ Իհարկե ես հասկանում եմ, որ շատ-շատերի համար ավանդական ձևով չմատուցելը մի փոքր խորթ է եւ հաշվի առնելով որ մայրիկները, տատիկները ինչպես են սինդրիկը մատուցել, սա այլ տարբերակ է, իմ տարբերակն է։ Հուսամ կհավանես։ Ես նույնիսկ չեմ հասկացել։ Եթե չհավանես, ավանդական տարբերակը կա ու կա։ Նո, շատ հետաքրքիր է։ Հա։ Հա։ Ես սկսեցի բաներ հիշել։ Ինչեր։ Դե մանկությունից բաներ, ես։ Համը բանա, չէ, հիշողության բանա։ Միանշանակ։ Շատ լավն է, շատ։ Իսկ ինչ հիշողություններ։ Տատիս հիշեցի, շատ լավ ձեռքուներ, ինչպես ասում եմ, եւ երբեք ինչ չէր թողնում սոված։ Կապ չունի ես սոված եմ, չէ։ Իր համար միշտ սոված ես։ Ես միշտ սոված եմ, ամառներս հիմնական մի մոտ էի մնում։ Ու կապ չուներ այդ պահին ես ինչ գործ էի անում, եթե ինքը որոշել է որ ես այդ պահին պետք է հաց ուտեմ, այդ պետք է լինի։ Հրաշալի է։ Ու սինդրիկն էլ էց ինչ խոհարոցի մի մասն է բնականաբար։ Անշուշտ Տավուշի սարերից։ Ու շատ հետաքրքիր նաև սարկում եմ մենք չգիտեմ, կարծեմ թե դու էլ պիտի հիշես, կարտոփի շորվա են ասում, կարտոֆիլով այդ ճաշը ու շատ յուրահատուկ հավի ապուր էր սարքում։ Մի խոսքով, այնպես որ հենց այդ հիշողություններն են էլի գալիս մի անգամ։ Դե մեկ տեղվածան ես ապսեի մեջ։ Հայկ դու են ռեժիսորներից ես, ովքեր խոր արմատներով կպած է իր
անցյալին, իր գյուղին, իր սարերին եւ սրա ամենավառ ապացույցը հենց դրանցից մեկը Զուլալի ֆիլմն է ինձ համար, այսպես կարծես շնորհակալություն լիներ, հա, Տավուշ աշխարհին Զուլալի նկարահանումները, ճիշտ եմ ընկալել։ Երևի մի փոքր մեղքի զգացում։ Ես վերջերս եմ դրա մասին մեկ մտածում։ Ապա Դե գիտես, ընդհանրապես մենք երբ որ արդեն մի քիչ տարիքն է մեր առնում մենք հասկանում ենք ինչեր կարող էինք անել ինչ որ մի ժամանակ ու չենք արել։ Մեր հարազատների համար, մեր այն մարդկանց համար, ովքեր թանկ են մեզ համար, բայց էլ չկան, այսինքն հնարավորություն չունես էլ անել այն ինչ որ պիտի անեիր։ Այնպես որ երևի թե հենց սա է, որ ցանկացա այսպես արվեստի միջոցով իմ տեսանկյունից մեղքերը քավեմ, հա։ Այս քննարկում ինձ համար շատ հետաքրքիր է, չնայած ես ինքս եղել եմ Զուլալի ամբողջ process-ի մեջ, շատ-շատեր ինձ անդադար գրում են Զուլալին դիտելու մասին, դրան անպայման կանդրադառնանք, ինձ հարցեր են տալիս Զուլալի մասին, դերը կերտելու մասին, քեզ հետ համագործակցելու մասին, ֆիլմը ստեղծելու մասին, բայց քանի որ արդեն բավական ժամանակ է անցել եւ այս ամեն ինչի մասին շատ է խոսվել, ինձ հիմա ավելի հետադարձ հայացքներն են, հետահայացն է ավելի հետաքրքիր, որովհետեւ արդեն դրա մասին էլ չենք խոսել։ Ինչ տվեց քեզ Զուլալին որպես կինոռեժիսոր։ Դե իմ առաջին դեբյուտն է մեծ խաղարկային ֆիլմի, այսինքն սա արդեն շատ կարևոր քայլ է, ես մինչև այդ դոկումենտալիստ եմ եղել, վավերագրող, աշխատել եմ շատ երկրներում, Լատինական Ամերիկայից սկսած Չինաստանով եւ Եվրոպայով վերջացրած։ Սա երևի թե այդ շրջանի հանգուցալուծումն էր։ Այսինքն ես աշխարհը ճանաչեցի, շատ վերափոխումներ եղան իմ մեջ որպես կինոռեժիսոր։ Նույնիսկ ես քեզ ասեմ մի բան, որ կարող չհավատաս։ Մենք ապրել ենք հնդկացիական կիսավայրի ցեղերի հետ եւ իրենց կյանքի փիլիսոփայությունը ես կյանքի աշխարհընկալում այսպես ասենք, հա, որոշակի առումով ինձ նոր հնարավորություն է տվել այլ կերպ մտածելու եւ այլ կերպ ապրելու։ Եվ ես միշտ զուգահեռներ եմ տարել մեր իրականության, մեր ազգային մենտալիտետի, ազգային մտածողության հետ։ Եվ շատ բաներ գտել եմ։ Զուգահեռ մի շատ եթե ժամանակ ունենք, մի շատ հետաքրքիր բան պատմեմ։ Սիրով։ Ուրեմն մենք նկարում էինք հնդկացիներին եւ իհարկե քանի որ թարգմանիչների միջոցով էր արվում շփումը ես դե բնականաբար մենք հարց էինք տվել թե անցյալից էինք հարց տվել ովքեր են իրենց նախները եւ այլն եւ ես զգում եմ որ ինքը անընդհատ ձեռքերով այսպես առաջ է ցույց տալիս այսպես արտիստիկ ինչ որ բան է պատմում ես հարցրեցի մեր թարգմանիչին ասում ինչ է պատմում, մենք անցյալից ենք խոսում։ Ինքը հարցրեց ու այն մարդը իրենց հետ կոնտակտ էր պահում, ինքը ասեց իրենք որ խոսում են անցյալից, իրենք միշտ առաջ են ցույց տալիս։ Այն մարդիկ եւ այն թեմաները, որոնք վերաբերում են ապագային, խոսելիս իրենք մեջն են ցույց տալիս։ Իմ մոտ ամբողջ խառնվեց իրար։ Ես ուզեցի հասկանամ ինչ են խոսում այդ մարդիկ ու սրա վրա շատ խորացա հարցեր տվեցի շատ իրենք ասում են որ անցյալը մեր առջև է եղել իսկ ապագան մեր մեջքի հետևն է մենք չենք տեսնում դեռ դե բնականաբար մեր փիլիսոփայության մեջ դա հակառակն է հա լրիվ նոնսենս է ես շատ երկար այսպես մտորումների մեջ ամբողջությամբ վերափոխվեց իմ աշխարհընկալումը, երբ որ վերադարձա արդեն այնտեղից սկսեցի տարբեր երկրների գրադարաններում փնտրել հնդկացիներին վերաբերող այդ փիլիսոփայության այդ նյութը, չգտա բնականաբար, ես այդպես լավ հետազոտող չեմ, որ գտնեի, միգուցե կա,
Ու մի օր ես տանը այսպես մենակ եմ մտածում եմ, այսպես մի լույս վառվեց իմ մոտ։ Ես ասացի, լսի, հին հայերն են այդպիսին եղել։ Իրենք ասում են առաջ այսպիսի բան կար։ Առաջ մենք սենց էինք ապրում։ Ասում են հետո կանենք։ Հետո կանենք։ Այսինքն մեր լեզվամտածողության մեջ գենետիկորեն պահպանվել է, բայց ժեստերի մեջ, բայց մեր մտածողության մեջ փոխվել է, որտեղ մեր քաղաքակրթությունները այսպես փոխվել են, մենք խառնվել ենք շատ քաղաքակրթությունների եւ այլն։ Իսկ նրանք մնացել են մի քիչ ավելի քաղաքակրթությունից դուրս, իրենց քաղաքակրթության մեջ, եւ այսպիսի տասնյակ օրինակներ ես կարող եմ պատմել քեզ, թե ինչ հետաքրքիր աշխարհ հայացք ձևավորվեց դրանից հետո ինձ մոտ եւ բնականաբար դա պիտի արտացոլվեր ինչ որ միտեղ, ինչ որ մի ձև եւ քանի որ յուրաքանչյուր մարդ արվեստագետ իր արմատին կարճած է այսպես թե այնպես, այդ արմատը սկսում է աշխատեցնել այդ իր ստեղծագործական կյանքում եւ կարեւոր շրջադարձային կետերում, սա արտացոլվում է ինչ որ մի կերպ։ Զուլալի թեման շարունակելով հարցս ինչ տվեց քեզ, պարզապես այսպես փաստ, որ դոկումենտալ ֆիլմերից հետո առաջին գեղարվեստական ֆիլմն է, ինձ չի բավարարում։ Ինչու եմ ասում, որովհետև ինձ հետաքրքիր է նաև պրակտիկ դաշտում, նաև որպես կինոռեժիսոր, նաև մարդը, որ եղել է ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, եւ վստահաբար մեծ դաս է քաղել ֆիլմից, որը պիտի արդեն ներդնի իր հաջորդ ֆիլմերի մեջ։ Ես մեծ դաս եմ քաղել մի բանում, որ Հայաստանում կինոարտադրությունը կատաստրոֆիկ բարդ մի բան է։ Եթե ավելի կոպիտ ասենք, Հայաստանում կինոարտադրություն գրեթե չկա։ Հայաստանում նկարահանվում են ֆիլմեր, պրոդյուսերների եւ ռեժիսորների ահավոր մեծ չանքերի շնորհիվ, բայց որպես այդպիսի արտադրություն Հայաստանում գոյություն չունի։ Դրանք ենթակառուցվածքներն են կինոարդյունաբերության։ Դրանք մասնագիտական առաջին, երկրորդ, երրորդ էշելոնների այս վերապատրաստման կամ կրթության լրջագույն հարցերն են։ Դրանք, օրինակ, քիչ առաջ որ ասեցի կինոթատրոնների այդ վարձույթի բացակայության խնդիրն է։ Եթե չեմ սխալվում, Երևանում 5 կինոթատրոն է գործում, թե 6։ Սա ցուցիչ է։ Եվ երբ որ դու անցնում ես այդ նկարահանման կինոյի ամբողջ process-ի միջով, դու շատ հստակ գիտես արդեն խնդիրները։ Միջով անցնելուց հետո։ Այո, այո։ Որովհետև մինչ այդ չէիր պատկերացնում, չէ, դե դու գիտես, որ հա դե լավ, այսպես կանենք եւ մենք այդպես կանենք։ Հետո գալիս են շատ լուրջ խնդիրներ, հետո գալիս են ենթակառուցվածքների բացակայություն, հետո գալիս է, չգիտեմ, մասնագիտական խնդիրներ, իմիջիայլոց դրանք են շատ լուրջ հարցեր։ Շատ դեպքերում այսպես ընդունված ասում են X մարդը լավագույն մասնագետներից մեկն է Հայաստանի, դե դու էլ մինչև այդ դրսում ես աշխատել եւ այնտեղ ես չեմ լսել իմ գոլեգաների մասին, ում հետ ես ակտեմ, լավագույն արտահայտություն, հա, օրինակ իմ այնտեղի բեմադրող օպերատորները, որոնք մի քանիսն են եւ տարբեր ազգերի, սկսած չինացի, ռուս, չգիտեմ, գերմանացի եւ այլն։ Երբեք չեն ասել լավագույն մասնագետն է, բայց այստեղ ինչ որ այդ բանը կա, ասում են լավագույն մասնագետն է, հետո ասում են, եթե լավագույնն է, բացարձակ խնդիր չկա։ Այդ լավագույնը գալիս է, դու տեսնում ես նա նույնիսկ միջին մակարդակը չի ձգում։ Չգիտեմ սա ինչ խնդիր է ճիշտն ասած, եւ սա բայց լուրջ խնդիր է, որովհետեւ մանավանդ այն մարդիկ, ովքեր նոր են մտնում մեր դաշտ Հայաստանում, իրենք բախվում են այդ խնդրին եւ այդտեղից սկսվում են լուրջ խնդիրները, կոնֆլիկտներ են առաջանում եւ միգուցե նաեւ
ֆիլմ ինքներենով չկարողանա այն արդյունքը տալ, որի մասին երազել է թե պրոդյուսերը, թե ռեժիսորը եւ այլն։ Այսինքն մենք ունենք խնդիրների կույտ, այսպես ասել, եթե կարելի է այսպես ասել, որը պիտի լուծել, ոչ թե պիտի քաշվել մի կողմ եւ ասել, այ գիտես, հա, ինձ չի վերաբերվում։ Ինձ չի վերաբերում, ես էլի հետ գնամ ինչ որ բաներ անեմ, ինձ միշտ լավ են վարձատրել դրսում, ենթադրենք, ես ինչ գործ ունեմ ստեղ եւ այլն։ Դրանից հետո շատ ավելի երևի Տավուշյան գենս խոսեց, ասեցի պիտի շատ լուրջ նաեւ աշխատենք, որպեսզի կինոարտադրությունը Հայաստանում համակարգված լինի։ Նախ ապակենտրոնանա, դա տնտեսության փրկությունն է, ոչ միայն կինոյի, եւ նաեւ կինոյի փրկությունն է, որտեղ ամբողջությամբ Երևանում է, ինչ կա Երևանում է, production-ները Երևանում են, չգիտեմ, բոլորը Երևանում են աշխատում, եւ դրանով իսկ խոչը դոտում են մարզերի զարգացմանը։ Հայ, բայց ինքդ 2 տարի նկարելով Բերդում մեծ դժվարություններով, անպատմելի դժվարություններով, որ երևի թե քեզանից եւ թիմից բացի ոչ ոք չի հասկանա եւ չի պատկերացնի։ Արդյոք կարծում ես, որ մենք պատրաստ ենք գնալ այդ քո խենթ երազանքի հետևից։ Դե տեսեք, բանից պարզվում է, որ Հայաստանում կան մարդիկ, նույնիսկ չինովնիկներ, հա, պաշտոնյաներ, որոնք նաև մտածում են, որ կարելի է այդպես անել եւ զարգացնել իրենց քաղաքը, գյուղը։ Օրինակ, մենք երբ որ Մեծամոր կինոքաղաքի գաղափարը առաջարկեցինք, հենց Մեծամոր համայնքի ղեկավարը անմիջապես արձանագրեց, արձագանքեց եւ անհատույց մեզ տրամադրեց այն տարածքը, որտեղ հիմա կառուցվում է արդեն կինոքաղաքը։ Սա մեզ համար, գիտեք ինչ է, հայաստանյան իրականության մեջ այսպես շոկային, չտեսնված բան էր եւ երբ որ մենք հետագայում արդեն շփվում էինք, քննարկում էինք, ես հասկացա, որ ինքը որոշակի շրջանում ապրել է Բելգիայում, եթե չեմ սխալվում, եւ ինքը այդ մտահորիզոնն ունի, որպես դեռ այդքան է չինովնիկ չէ, էլի։ Հա, այդ առումով կան մարդիկ Հայաստանում, որոնք իրոք հասկանում են, ընկալում են այդ ապակենտրոնացման կարևորությունը։ Թե ինչպես է ընթանում, դա ուրիշ խնդիր է։ Մենք, գիտեք, մի ընկեր ունեմ, կինոօպերատոր է դրսում եւ մի անգամ երբ որ մենք նկարում էինք, կարծեմ Գերմանիայում, ինքը մի շատ հետաքրքիր բան ասաց։ Ասաց, գիտես չէ, ասաց ճարտարապետության մեջ կա մի արտահայտություն, վիզուալ էկոլոգիա։ Ես ասեցի, ի՞նչ է դա։ Ես չէի լսել ճիշտ ասած։ Չնայած որ շատ սիրում եմ ճարտարապետության մասին կարդալ, դիտել եւ այլն, ասեց դա այն միջավայրն է, որտեղ մարդը ձևավորվում է։ Եվ ասում է Փարիզեցին Էյֆելյան աշտարակին է նայում, ինքը մի քիչ վերև է նայում։ Չգիտեմ, Սանկտ Պետերբուրգի բնակիչը շատ հեռու է, որտեղ այդպես բաց տարածքները շատ են։ Ու ես մի անգամից ընկալեցի, մենք մի քիչ դալանային մտածողություն ունենք։ Հասկանու եք, որ մեր մոտ շատ է դալանները, փոքր, այսպես շենքերի իրար լցված, նեղ։ Այդ նեղ մտածողությունը ցավոք սրտի կա։ Դրա համար էլ հենց մեր հանճարները, հանճարեղ մարդիկ որ կողմերի ծնունդ են։ Սարերի ու լեռների։ Թումանյանը որտեղից է։ Այո, երբ որ դու գնում ես դսեղ, դիմացդ բացվում է։ Հասկանում ես, հա, որ այ բարդ, ստեղ ամեն մեկը Թումանյան, ավակ ինքն է սկսել գրել, էլի։ Այդ նույնը կարծեմ թե Փարաջարովի մասին են, ասե գնացել, եթե չեմ սխալվում, լրագրողները գնացել են այդ իր Թիֆլիսի բնակարանը, այդպես հարց ու փորձ են արել, ասել են դե Փարաջարովը ոնց ծնվեց ձեր միջավայրում եւ այլն։ Մի շատ հրաշալի մեկը իր հարևաններից երևի թե ոչնչով չարազդացող մի թվիսի ասել ասես արե Փարաջարովը ուղղակի կինո նկարել։ Լավն է, շատ լավ է։ Հայկ, ինչ ես արել Զուլալիում, որ այլևս երբեք չես անի հաջորդ ֆիլմերում։ Էսի բարդ հարցերից տալիս։
Ես ինչի՞ բա, դու ավելի լավ կիմանաս ես տվում։ Ասեմ, ես կարող եմ ասել, չես նկարի ֆիլմ, երբ մինչև ամբողջական գումարը չունենաս։ Բայց այդ գրեթե անհնար է։ Որովհետև այն տառապանքն ու տանջանքը, որ ես եմ տեսել, իդեպ ինձ թվում է երբեք ավելորդ չէ, երբեք ուշ չէ, մեկ անգամ եւս կրկին ու կրկին հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր Զուլալիի կողքին հայտնվեցին։ Բոլորին շնորհակալ եմ ես եւ չգիտեմ Արիթ եթե լինում ես անպայման անուններով շեշտում եմ, այդ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք ընդհանրապես մեր հույսը չենք կորցնում։ Սա շատ կարևոր է, ուսուցանելի նույնիսկ։ Եվ գիտես, միայն ֆինանսական օգնության մասին չի խոսքը, եթե կհիշես, երբ որ մենք նկարում ենք նավուրում, են տատիկները, երբ որ բերում էին այդ անձևոցիկի մեջ փաթաթած այդ գաթաները եւ ասում էին սա է իմ հնարավորությունը, ես սրանով եմ կարողանում քեզ օգնել, դա շատ մեծ բանի մասին է խոսում։ Ու կարծում եմ, թե այո, դու ճիշտ ես, բայց կինոարտադրությունը այնպիսի մի բարդ համակարգ է, որ առանց միանգամից ֆինանսը քո հաշվին ունենալը գրեթե անհնար է։ Դա փուլային աշխատանք է եւ աշխարհում այդպես միայն մեզ մոտ չի։ Ուղղակի աշխարհում գումարը շատ է։ Այո։ Մեզ մոտ չկա եւ մենք էլ քիչ ռեսուրսներով երկիր ենք, սա էլ պիտի հաշվի առնենք։ Անշուշտ։ Ու կարծում եմ, որ մեր կինոյի փրկությունը հենց այդ համատեղ արտադրություններն են, որ արդեն սկսել են մեր պրոդյուսերները անել եւ կա շատերի մոտ արդեն սկսել է ստացվել։ Ես շատ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ երիտասարդ պրոդյուսերներ, ովքեր արդեն բերում են այստեղ, ասեմ, չգիտեմ, հայ լատվիական, հայ կոպրոդուկշններ են անում, հայ ռուսական, չգիտեմ, այդպիսի նախագծեր։ Այս թեմայի շուրջ վերջին հարցն եմ ուզում տալ։ Ամենավառ, ամենատակ հիշողությունը կախված Զուլալիի հետ որն է։ Կա մի հիշողություն, ես կարծում եմ, որ դա Պարի տեսարանն է, որտեվ դա հենց այդտեղ նաև քո ստեղծագործական ողջ ներկապնակը փորձում ես բացահայտել շատ նուրբ զգացողությունների մեջ։ Սա շատ կարևոր է ինձ համար, որովհետև դու էլ գիտես, որ մենք մինչև վերջի րոպեն չէինք հասկանում ինչա դա իրենից ներկայացնում, բայց կարծում եմ, որ հենց այստեղ հենց ստեղծագործական տանդեմ աշխատեց ու ինձ համար ստեղծագործական տանդեմ ասվածը դա գերագույն մի երևույթ է, որը չլինելու դեպքում ինչ ուզում ես արա, չի ստացվելու քո աշխատանքը։ Ինչ է դակրքիր է, որովհետև եթե դու հիմա ինձ հարցնեիր իմ համար ամենավառ հիշողությունը, ես պիտի ասեի Պարի տեսարանը, բայց գիտես մի փոքր այլ ռակուրսից։ Հնարավոր է։ Երկար ժամանակ մենք Հայկի հետ փորձում էինք Պարի տեսարանը, Երևանում էինք փորձում էինք գտնել էլեմենտները, հոգեվիճակը, հետո Հայկը ասաց, որ սպասի կգնանք այնտեղ տեղում կհասկանանք եւ մենք նկարահանման նախորդ օրը ամբողջ խումբը իջավ Բերդ, որտեղ Բերդում էինք գիշերում, մենք երկուսով մնացինք Նավուրում Զուլալիի տանը եւ ամբողջ գիշեր միասին փորձեցինք ու գտանք այդ տեսարանը, բայց դա ունի շարունակություն ինձ համար այդ պատմությունը, Հայկ, եթե քեզ համար այդ տանդեմներ, որ շատ ինձ համար էլ շատ կարեւոր էր, բայց մի հատ փոքր էլեմենտ եղավ հաջորդ օրը նկարահանման ժամանակ Հայկը, քանի որ այսպես շատ նուրբ տեսարան էր, շատ էմոցիոնալ եւ ինտիմ տեսարան էր, Հայկը բոլորին խնդրեց դուրս գալ նկարահանման հրապարակից, մնաց միայն օպերատորը, Հայկը եւ ես ու նոր այդ տեսարանը նկարահանեցինք, նաեւ այդտեղ որտեղ զգեստս մի փոքր թափանցում էր եւ այլն, եւ քո այդ դիլիկատ մոտեցումը դերասանուհուն, որքան կարեւոր էր այդ պահին ինձ համար, ես այդ պահը ընդհանրապես իմ ամենակարևոր կետերից մեկն է եղել իմ ստեղծագործական կյանքի, դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում ասել։ Ես շնորհակալ, որ դու գտար նաև
այն ինչ որ փնտրում էինք։ Հայկ արի մի հատ մարդկանց, որտեղ անընդհատ գիտեմ գրելու են եւ շատ ուրախ եմ որ գրելու են, հիշեցնենք որտեղ հիմա կարող են վերջապես դիտել Զուլալին։ Հա, կինոդարանում արդեն տեղադրված է եւ կարող է շատ հանգիստ դիտել վերջապես։ Կինոդարան կայք մուտք եք գործում եւ այնտեղ արդեն գտնում եք փնտրելու հատվածում պատուհանի մեջ գրում եք Զուլալի, գալիս է ֆիլմը փոքրիկ վճարով, եթե չեմ սխալվում, եթե բաժանորդագրվել եք անվճար է, եթե չեք բաժանորդագրվել, կարողանում եք ֆիլմը դիտել, որի վրա աշխատել է նաև մայստրո Տիգրան Մանսուրյանը 35 տարի ֆիլմի վրա աշխատելուց հետո։ Վերադառնանք 1909 թվական։ Ուսումնասիրություններ են արվել եւ ապացուցվել, որ դեռևս այդ թվականին Ծաղկուն գյուղի շրջակայքում աճեցվել են ցորեն, գարի, կտավատ, կարտոֆիլ։ Այդ տարիներին 3 տարին մեկ թողնում էին, որ հողը հանգստանա, հետո նորից սկսում էին աշխատել։ Ավելին չկար պարարտանյութ եւ ամբողջ բերքը բնական էր եւ օրգանիկ։ Այսօր էլ արտերընկերությունը պահպանում է բոլոր կանոնները, որ կային 1909 թվականին եւ մենք ստանում ենք եւ մեր սեղանին է հասնում հենց բնական եւ օրգանական մթերք։ Ընկերությունը ներկայացնում է սիսեր, հաճար, դեղին ոլոր, կանաչ ոլոր, ինչպես նաեւ ոսպ, ամբողջահատիկի ցորենի եւ ամբողջահատիկի հաճարի ալյուրներ, ինչպես նաեւ կտավատի բուսայուղ։ Այնպես որ ես իմ ընտանիքին առաջարկում եմ հենց այս ընկերության մթերքները, խորհուրդ եմ տալիս եւ այսօր պատրաստելու եմ վանախաշ հենց արտերընկերության ոսպով։ Ես արդեն ոսպը եփել եմ դափնուտերևով, խնձորով, սխտորով, շատ համեղ է ստացվում։ Հիմա մնացած բաղադրիչները կպատրաստեմ։ Հիմա պետք է պատրաստեմ մածունով զանգվածը, ես գիտեմ, որ չորաթանով տարբերակն է ճիշտը, բայց առաջարկում եմ իմ տարբերակը։ Դուք էլ կարող եք ձեր բաղադրատոմսը ինձ տալ։ Հիմա պետք է քամած մածունը բացենք, քիչ ջուր ավելացնելով։ Աղ ենք ավելացնում մածունի վրա եւ սխտոր։ Սխտորով, աղով բացված քամած մածունը դնում ենք կրակի վրա եւ տաքացնում ենք, չենք եռացնում, մինչև եռալը պետք է անջատել։ Հիմա պետք է տապակել ղավուրման։ Ղավուրման հանում ենք, մանրացնում ենք եւ հենց նույն յուղի մեջ տապակում ենք կարմիր սոխը։ Սկսում եմ մատուցել վանախաշը իմ տարբերակով։ Բնակի ներքևի հատվածում դնում ենք մածունը, վրան դնում եմ լավաշով պատրաստած իմ պնակը, դնում ենք եփված ոսպը, վրան ավելացնում ենք կրկին մածունով խառնուրդը, վրան մանրացրած տապակած ղավուրման, վրան լավ կարմրացրած սոխը, վերջում հենց նույն յուղի մեջ տապակում ենք չոր դաղցը, նանադաղ ենք անում եւ ավելացնում եմ նանադաղը։ Հիմա կպատմեմ ինչ ենք վայելելու, ճաշացանկս մի փոքր թեմատիկ եմ կազմել, ավելի ազգային մթերքներ, ազգային ուտեստներ եւ մենք փորձելու ենք վանախաշ։ Վանախաշի իմ տարբերակը ինձ թվում է որտեղից ես գտնում ես։ Դե ինձ թվում է խոհանոցն էլ մեր ժառանգություններից մեկն է եւ չի կարելի պարզապես կորցնել եւ արևմտյան Հայաստանի խոհանոցը եւ արևելյան Հայաստանի խոհանոցները եւ այսօր արդեն ժառանգորդները իհարկե հիշողություններով վերականգնում են, պահում են, պահպանում են, մենք էլ պիտի իհարկե լինենք դրա կրողը եւ ժառանգություն թողնողը նաև։ Փորձենք։ Հուսամ կհավանես։ Այո, արդեն հավանեցի։ Ես վիզուալ բանցել եմ, չէ՞, տենց։ Դե ռեժիսոր մարդ ես։ Վիզուալը կարևոր է քեզ համար։ Ղավուրմա, լավ տապակած սոխ, թանապուր Եվ ոսպ։ Ես վերջերս լորիում էի։ Մի ռեստորան մտա ճաշելու։ Զգացի, որ լրիվ շատ օրիգինալ է ամեն ինչ։ Հարց ու փորձ արեցի, բանից պարզվում է երիտասարդ տղա էր։ Խոհարարը, գլխավոր, եկավ ծանոթացանք։ Ինչ պարզվեց, որ
յուղերով ընկել այդ տարբեր ուտեստները գրի է առել եւ նաեւ գտել էր շատ հին գրքեր, տպագրված 1800-ականներ եւ այլն, եւ վերականգնել են ուտեստները, որոնք լորվա տարածաշրջանի ուտեստներն են։ Հենց լորին։ Հենց լորի, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր ու մի անգամից տարբերությունը զգացվեց։ Ինձ թվում է ծանոթ պատմություն է այն իմաստով, որ ինչքան կարևոր են եղել մեր բոլոր այն արվեստագետները, մտածողները, ովքեր արել են այդ հավաքչությունը, հա, այսպես ասած, բոլոր բնակավարներում։ Այս օրերին մենք չենք կարող պարզապես չխոսել Կոմիտասի մասին, որովհետև ամեն անգամ հայոց եղեռնի հիշատակի օրերին մենք անմիջականորեն ուզենք թե չուզենք խոսելու ենք Կոմիտասի մասին եւ քեզ հետ հանդիպումը ինձ համար նաեւ հետաքրքիր էր այն իմաստով, որ սա մի առիթ է, որ մենք կարողանանք խոսել այն նոր ֆիլմի մասին, որ պատրաստվում է նկարահանել Հայկ Կորձյանը։ Խոսքս Գարունը դրան ետևում ֆիլմի մասին է, Հայկ։ Այո, շատ բարդ, պատասխանատու եւ շատ հետաքրքիր նախագիծ է, որը իրականացնում ենք ֆրանսիացի դիվանագետ եւ գրող Անրի Կյունիի մագություն ունի վեպի հիման վրա։ Արդեն բնականաբար հեղինակային իրավունքները ձեռք են բերել, մեծ սիրով Անրի Կյունին տրամադրեց մեզ բոլոր իրավունքները եւ մենք հիմա փորձում ենք իրականացնել այդ ֆիլմը։ Լրիվ այլ դիտանկյունից ենք ներկայացնելու մեր Կոմիտասին, իրական Կոմիտասին ենք ներկայացնելու։ Ինչ է նշանակում իրական Կոմիտասին ենք ներկայացնելու։ Գիտեք, տարիներ շարունակ եւ տասնամյակներ շարունակ մենք փորձել ենք Կոմիտասին ներկայացնել այսպես լրակյաց, ինչ-որ հոնքերը կիտած, մտամփոփ ինչ-որ մի մարդու։ Բայց մինչև հայտնի դեպքերը Կոմիտասը շատ կյանքով լի, վառ, կատակասեր ազնվորություն էր։ Եվ իր այդ բանահավաքությունը նաև իր կյանքի մի մասն էր։ Այդ շրջագայությունը, մարդկանց այդ շփումը, շատ շփվող մարդ էր Կոմիտասը եւ սա ուղղակի չներկայացնել եւ չտեսնելը իմ կարծիքով սխալ է նման անհատականության առումով, հա։ Նաեւ իր երգերի, իր մեղեդիների, իր նամակների մեջ ես դու դա նկատում։ Պատկերացրեք, շատ հետաքրքրված եղել լուսանկարչությամբ։ Եվ ինքը այդ ժամանակաշրջանի այն մտավորականներից է հայ, ով ամենաշատն է լուսանկարվել։ Այսինքն նաև առաջադեմ մի մարդ է եղել, ով իմիջայլոց, որը իմիջայլոց ունեցել է այցեքարտ եւ բաժանել իր այցեքարտը իր ծանոթներին կամ անծանոթներին։ Այսինքն դետալներ կան փոքրիկ, որով դու ընդհանուր պատկերն ես ներկայացնում, հա, մարդու։ Եվ շատ հետաքրքիր դրվագներ կան իր կյանքում, որի մասին անպայման պիտի խոսել, մանավանդ կինոյի լեզվով շատ հետաքրքիր կարող ես այդ ամենը ներկայացնել։ Ուզում եմ ասել, որ հենց այդ Կոմիտասի մասին ենք մենք ուզում պատմել եւ ցույց տալ, եւ շատ կարեւոր է արդիականությունը ֆիլմի, կինոլեզվի, այո, եւ նաեւ թեմայի, որովհետեւ մենք 100 տարի առաջվա իրադարձությունները, այդ հասարակական, քաղաքական
իրադարձությունները background ենք ապահովել ֆիլմում եւ անպայման ուզում ենք ասել, թե ինչ խնդիրների է բախվում մտավորականը, մտածող մարդը, արվեստագետը, երբ իր շուրջ վայրիվերումներ են, քաղաքական, հասարակական, պատմական եւ ինչերի միջով է անցնում մարդը եւ մարդը ընդհանրապես եւ մասնավորապես արվեստագետը։ Սա ինձ թվում է արդիական է այսօր։ Կարծում եմ, որ այս ֆիլմը դիտելով հետագայում մեր հանդիսատեսը մի բան իր հետ կտանի անպայման, որ անհատականությունները կարող են փոխել ամեն ինչ։ Այո։ Հայկ, իմանալով քո աշխատելավոճը եւ խորանալու այդ ունակությունը եւ հիմա լսելով քեզ հասկանում եմ, որ շատ խորը եւ երկար ուսումնասիրություններ ես արել։ Կուզենայի պատմես ինչ ուսումնասիրություններ, որտեղ, ինչպես։ Դες սցենարը գրել է Վարամ Մարտիրոսյանը, ինքը շատ խոր ուսումնասիրություններ է արել եւ մենք փորձեցինք ավտոնոմ այդ ուսումնասիրություններն անել։ Ես իմ մասով ինքնիր եւ շատ շնորհակալ եմ, որ ստացավ բավականաչափ լուրջ նյութ։ Ես ինչպես եմ ուսումնասիրում, ես փորձում եմ գտնել մարդուն։ Եթե մարդու մասին է խոսքը։ Օրինակ, մինչև հիմա ես խնդիր ունեմ, դեռ չեմ գտել այն լեզուն, որով խոսել է Կոմիտասը։ Ինչ է սա նշանակում։ Գիտես, Կոմիտասը շատ բարբառների է տիրապետել է արևմտահայերենի, արևելահայերենի, թուրքերենի, գերմաներենի, որոշ չափով շատ վատ է խոսել ֆրանսերեն, բայց հասկացել է։ Բայց իր առօրյա լեզուն մեզ անհայտ է։ Նամակների լեզուն տարբեր է, նայած թե ինքը ում է գրել։ Մարգարիտ Բաբայանին գրել է այլ լեզվով, Արշակ Չոպանյանին այլ լեզվով եւ այլն։ Այսինքն, բայց կերպարի համար, կերպարի կերտվածքի համար շատ կարեւոր է այդ լեզվամտածողությունը, որը իր առօրյա լեզվամտածողությունն է։ Կարծում եմ մոտ ենք մենք արդեն դրան, բայց դեռ փնտրտուքի մեջ են, որովհետեւ ինչքան որ ես ուսումնասիրել եմ, չեմ գտել հուշերում որևիցե մեկի խոսքերը այս ուղղությամբ, բայց շատ կան այլ հուշեր, որոնք, այսպես ասեմ, կերպարը կարծես թե ամբողջականացնում են։ Օրինակ, ինքը ինչպես է քնել, ինչպես է քայլել, ինչպես է ինչից է վախեցել, ինչ վախեր ուներ, հա։ Եվ այլն, այսինքն նման մանր բաներով ես փորձում եմ հավաքել ընդհանուր կերպարը։ Եվ նաև զուգահեռ այժմ այս պահին աշխատում եմ background-ի վրա, այսինքն միջավայրի մթնոլորտի վրա, թե Պոլսի շրջանը, թե Քյոթայայի շրջանը, թե Էջմիածնի շրջանը, թե Բեռլինը, ինչ միջավայրում է եղել, փորձում եմ հասկանալ եւ վերականգնել ամենատեպս ինձ համար այն միջավայրը, որտեղ գործել է Կոմիտասը, ապրել է Կոմիտասը։ Այն մարդիկ, որոնք շրջապատել են իրեն։ Այս ամբողջ պատկերը ստանալուց հետո նոր կհասկանամ, թե ինչ մոտեցումներ պիտի ունենամ արդեն հստակ դրվագները մշակելու առումով, հա։ Սա շատ կարևոր է ինձ համար։ Եվ քանի որ նաև պատմական շատ դեմքեր կան ֆիլմում, սա էլ իր բարդությունն ունի։ Եվ այստեղ էլ փորձում եմ նաև փոքրինչ զուսպ լինել ու կարծեմ թե պիտի որ հաջողենք այս առումով։ Հուսանք եւ վստահ եմ նաեւ։ Այս ուսումնասիրությունների ընթացքում կար մի բան, որը
իսկապես ցնցեց քեզ։ Մի պատմական դրվագ գուցե, մի իրադարձություն, որի մասին դու պատկերացնել անգամ չէիր կարող, որովհետև այնպես չէ, որ դու Կոմիտասի թեմային ամբողջովին մերկ էիր մոտեցել, ունեիր արդեն գիտելիք, վստահաբար բազմիցս առնչվել էիր, լսել էիր, կարդացել էիր, դիտել էիր շատ բաներ, բայց մի բան, որը այսպես շատ անսպասելի էր քեզ համար։ Գիտես, ինչն է շատ անսպասելի եղել, որ ինքը նույնքան խորությամբ փորձել է ուսումնասիրել թուրքական, քրդական երաժշտությունը։ Այո, մենք մինչև այդ էլ կարդացել ենք, գիտեինք, որ ուսումնասիրություն եղել է, բայց նման մանրակրկիտ աշխատանքի մասին օրինակ ես տեղյակ չէի ցավոք սրտի։ Այո, եւ այս առումով կարծում եմ, որ այո, սա շատ արժեքավոր նորություն չասեմ, արժեքավոր փաստ է գնահատելու համար Կոմիտասին։ Ինքը, այսպես ասենք, հա, շատ դեպքերում երևի թե փորձել է հասկանալ բոլորին, որոնք իրեն շրջապատել են, կլինեն թուրքեր, կլինեն քրդեր, կլինեն հայեր, եւ սա է հենց այդ մեծությունը, որի անունը Կոմիտաս է։ Հայկ, երբ սցենարը ընթերցում էի, պայմանական, հա, այսպես անեմ, որպես հայտնի ժեստ, ամեն էջը ընթերցելիս, որպես կինոից քիչ թե շատ հասկացող մարդ, թերթում է եւ ասում գնաց եւս 1 միլիոն, գնաց եւս 1 միլիոն, գնաց եւս 1 միլիոն։ Եվ վերջում արդեն հասկացա, որ սա Հայաստանի համար բավականին մեծ բյուջեով ֆիլմ է լինելու։ Այս իմաստով ինչպես է պատրաստվում եւ կան արդյոք արդեն ընկերություններ, ներդրողներ, որ գիտես պիտի լինեն գարուն դրան յետևում է ֆիլմի կողքին եւ քեզ հետ։ Նախ ամենակարևոր մեր աջակիցը Արշակ Չոպանյան հիմնադրամն է, ֆրանսիական, եւ իրենք են հենց այն, այսպես ասենք, մեզ ոգևորողը, որ մենք իրականացնենք այս գաղափարը։ Իրենց հետ ինձ ծանոթացրեց իմ ընկերը Արմեն Բաղդասյանը, ով նաեւ վեպի թարգմանիչն է։ Ու մենք սկսեցինք աշխատել, լրջագույնս աշխատել, ուսումնասիրել եւ այլն, եւ նաեւ Անդրի Կյունիի, այսպես ասենք, մեզ ծանոթացնելը, առաջարկելը ֆիլմը եւ այլն ամբողջությամբ Արշակ Չոպանյան հիմնադրամի եւ պարոն Սիրապյանի, այսպես ասենք, նախաձեռնությունն է։ Ինչ վերաբերում է բյուջեն, բնականաբար մեծ է բյուջեն եւ մենք հիմա այս պահին էլ փորձում ենք գտնել պրոդյուսերներ, աշխատում ենք արդեն որոշ պրոդյուսերների հետ հասկանալու համար, թե ինչ ուղղություններով գնանք։ Ֆրանսիացի պրոդյուսերներ ես նկատի ունեմ եւ կարծում եմ, որ մենք կգտնենք ընդհանուր լեզու։ Քանի որ ես տեսա, որ բյուջեն մեծ է եւ շատ ծախսեր են լինելու ֆիլմի համար, ես մի հետաքրքիր առաջարկ արեցի։ Մենք գաղափար ունեցանք, որպեսզի Հայաստանում եւ տարածաշրջանում առաջինը կառուցենք կինոքաղաք, որտեղ կլինեն դեկորներ, մեծ շենքեր Փարիզի, Բերլինի, Երևանի, Էջմիածնի, Կոստանդնուպոլսի հատվածական տեսարաններով եւ այսպես ասենք գործը գնաց առաջ։ Մեզ, ինչպես ես նախորդին նշեցի, մեծ տարածք հատկացրեց Մեծամորի համայնքապետարանը, որի համար անչափ շնորհակալ եմ իրենց, մեզ աջակցեց Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը, հիմա արդեն ֆինանսական աջակցությունն է հաստատվում եւ մենք գնում ենք առաջ։ Հայաստանում անպայման ուզում եմ, որ լինի այս կինոքաղաքը ոչ միայն գարունը դրան յետևում ֆիլմի համար, այլ ընդհանրապես մեր երկրում կինոյի զարգացման առումով սա շատ կարեւոր է
եւ շատ ֆիլմեր վստահ եմ, որ այստեղ կնկարահանվեն, մանավանդ նոր Պերկառավարությունը ընդունեց cash rebate-ի օրենքը, ծախսերի մասնակի վերադարձի օրենքը եւ կարծում եմ օտարերկրյա կինո արտադրողները կշահագրգռվեն եւ կգան մեր երկիր եւ մասնավորապես մեծամոր կինոքաղաքում կնկարահանեն իրենց ֆիլմերը։ Այսպես ասենք, մեկ կրակոցով երկու նապաստակ ենք փորձում խփել, բայց բնականաբար հասկանում եք նաեւ դրա բարդությունը եւ դրա ենթակառուցվածքային խնդիրները ամենօրյա ռեժիմով ենք աշխատում եւ ամեն անգամ փորձում ենք ներգրավել գործընկերների, որոնք փորձեն այս կամ այն կերպ աջակցել մեզ, բայց մի շատ կարևոր բան էլ կա, որ այստեղ նաև փորձում ենք միջավայր ստանալ։ 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի Փարիզի, Բերլինի եւ այլն, եւ բացի շենքերից նաև բնականաբար պետք է այլ բաներ լինեն, օրինակ տրամվայ պիտի աշխատի, օրինակ պիտի կառքեր լինեն եւ այլն, սա բերելու է հանգեցնի նրան, որ նախ ֆիլմը շատ գեղարվեստական առումով շատ գիտելի կլինի, երկրորդը ինքը կլինի մի տեղ, որտեղ կինոն վերջապես կսկսեն սիրել։ Ես հուսամ, որ այդպես է լինելու, ես չեմ կարող ավելի շատ հարց տալ Գարունը դրան հետևում է ֆիլմի մասին, որովհետև հասկանալի է, որ դեռ կան նյութեր, որոնք հրապարակման ենթակա չեն, կան դեռևս անուններ, որոնց մասին բարձրաձայնել չեմ կարող, այնուամենայնիվ 26 թվականին ես նկարահանումները նախատեսում, ճանապարհ կա դեռ անցնելու եւ իմանալով մեկ անգամ եւս քո աշխատելավոճը, ես գիտեմ ինչքան մանր ամեն ինչի վրա պիտի աշխատես, մինչեւ մտնես նկարահանման հրապարակ, հաջողություն եմ մաղթում։ Ես մեծ հավատ ունեմ, որ այս ֆիլմը իսկապես լինելու է եզակի իր տեսակի մեջ եւ բացահայտող Կոմիտասին։ Քո թույլտվությամբ ես նաեւ կտեղադրեմ մեծամոր կինո քաղաքից լուսանկարներ, ռենդերներ եւ այլն մարդիկ կտեսնեն, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր հետևում են եւ կա նրանց մեջ մարդիկ, ովքեր սիրում են կինոն եւ ոգևորված են, ես վստահ եմ, որ կկարողանաք գտնել Հայ Կորձյանին, որպեսզի ձեր նաև համագործակցությունը առաջարկեք Հայ կինոին այս պարագայում մեծամոր կինոքաղաքի եւ Գարունը դրան ետևում է ֆիլմին։ Ես առաջարկում եմ մենք ավարտենք մեր հիմնական ուտեստը եւ շարունակենք մի հայկական ավանդական քաղցրավենիքով։ Հրաշալի։ Ես հրաշալի նորություն եմ բերել ձեզ համար, բոլոր այն կանայք, ովքեր զբաղված են, ավելին բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են որակյալ մթերքներ, նրանց համար նորություն կա Ողջաբերդ ռեստորանի կողմից։ Իմ սիրելի գործընկերը առաջարկում է տնական զամբյուղ։ Ինչ է դա նշանակում։ Դուք պատվիրում եք ձեր տնական զամբյուղը, որի մեջ մտնում է Ողջաբերդ ռեստորանի տնտեսությունում բազմացող տնական, բնական կերկերած հավեր, հավկիթ, բարձրորակ, թարմ տավարի մսից ծեծած լանգետ, բարձրակարգ տավարի աղացած միս, բարձրակարգ տավարի մսից պատրաստված նրբաբլիթներ եւ տնական գաթա։ Ես ուզում եմ նաեւ ցույց տալ իմ հավիկին։ Տեսեք ինչ լավ հավ է, սա պետք է եփել եւ վայելել։ Ուզում եմ ցույց տալ նաեւ լանգետները։ Ինչ հրաշալի գույն ունեն եւ ինչ գեղեցիկ են դասավորված, որ մեկը մյուսին չդիպչի։ Տեսեք ինչ հրաշալի գույն ունի միսը, թարմ աղացած տավարի միսն եմ ուզում նաեւ ձեզ ցույց տալ։ Այնպես որ զանգահարեք 093 409 163 եւ գրանցեք ձեր պատվերը։ Մայիսի 1-ից պատվերները կառաքվեն։ Այսօր պատրաստելու եմ տնական գաթա։ Ես քանի որ ժամանակ չունեմ գաթայի երկար process-ը ինքս անել, պատվիրել եմ Ողջաբերդ ընկերությունից։ Ընկերությունը առաջարկում է տնական զամբյուղներ, որի մեջ մտնում է տարատեսակ թարմ բնական մթերքներ։ Ես ներքևում կգրեմ, թե ինչեր կան զամբյուղի մեջ։ Ես գաթան հենց սառը վիճակում սկսում եմ թխել։ Գաթաները տեղավորում եմ յուղաթղթի վրա։ Իմ տնական զամբյուղի մեջ նաև տնական հավկիթ կար, մեկը պետք է կոտրեմ։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք գաթայի վրա թխելիս
ինչ եք քսում, որ կարմրում է եւ գեղեցիկ է լինում։ Թխում եմ 180 աստիճանում, հիմա ժամ կպահեմ եւ կասեմ վերջում թե քանի րոպեում թխվեց։ Գնացինք։ Հրաշալի է, միշտ պետք է սառցախցիկում ունենալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում շատ արագ ունենաք տաք, համեղ տնական գաթա։ Շնորհակալություն։ Լրիվ քո սրտովա, չէ, այսօրվա ճաշացանկը։ Դրախտում եմ։ Ես շատ սիրում եմ ավանդական հայկական գաթան քամած մածունով փորձել։ Ես երբեք չեմ փորձել։ Հա։ Կփորձենք։ Թարմություն է միանգամից տալիս, չէ՞, քամած մածունը։ Կինոքաղաքի մասին կարծում եմ դեռ շատ նյութեր են լինելու, որովհետև դա զարգացող նախագիծ է եւ շատ անհրաժեշտ ընդհանրապես հայկական կինոինդուստրիային եւ ես հուսամ, որ ինչպես ինքդ նշեցիր, այլ երկրներից կլինեն նաեւ մասնագետներ, ովքեր կգան եւ կնկարահանեն իրենց ֆիլմերը մեծամոր կինո քաղաքում։ Դրանից հուսամ զերծ չեն մնա նաեւ հայ ռեժիսորները, ովքեր միշտ չի որ սիրում են այլ ռեժիսորի կողմից ստեղծված ինչ որ բաներ, բայց այս պարագայում պրոդյուսերի կողմից, այնպես որ հանգիստ կարող եք եւ ուշադիր եղեք ընթացքին, հետևեք։ Կինոյի ոլորտում եւս մեկ նորություն կա, դա քեշբեքի վերադարձն է։ Խնդրում եմ, քանի որ բավականին նոր է թեման, բացատրես ինչ է դա եւ ինչ համակարգ է գործում այս պարագայում։ Դա հիմնականում արտերկրի կինոարտադրողների կամ համատեղ արտադրության պարագայում կիրառվող գործընթաց է։ Այն կինոարտադրողները, որոնք գալիս են այստեղ նկարահանումների, շանս ունեն, որ մինչև 35% իրենց ներդրած գումարից ետ վերադարձնեն, դա ապահովում է պետությունը։ Այնտեղ շատ մանր բազմաթիվ կետեր կան, թե ինչ ընթացակարգով է այդ ամենը արվում, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ընդհանուր առմամբ սա շատ լավ հնարավորություն է Հայաստանում կինոն զարգացնելու առումով։ Աշխարհում շատ երկրներում այս օրենքը գործում է տարբեր տոկոսներով, բնականաբար մեր հարևան Վրաստանում է այդ օրենքը գործում եւ բազմաթիվ հայտնի ֆիլմեր այնտեղ նկարահանվեցին հենց այն պատճառով, որ այդ օրենքը գործում էր։ Հիմա մեզ մոտ նոր է, տեսնենք խնդիրները ինչպիսին կլինեն եւ կարծում եմ, որ ամեն ինչ պիտի անենք, որ այս օրենքը անխոչնդոտ գործի ու հնարավորինս շատ մարդ գա Հայաստանում ֆիլմ նկարահանելու համար։ Ես կարծում եմ, որ նաև շատ կարևոր է հասկանալը, թե պետությունը ինչերի վրա է շեշտադրում դնում, ինչ կետերի վրա, այսպես ասենք, հա, օրինակ այդ ֆիլմերում, եթե հնչում է Հայաստան անունը, եթե օրինակ ցուցադրվում է եռագույնը կամ եւ այլն, դա ավելի շատ տոկոսի վերադարձի հնարավորություն կունենա եւ այստեղ էլ մեր երկրի ընդհանուր PR-ը կարող ենք ապահովել։ Մի խոսքով, սա նորություն չէ կինոաշխարհում, նորություն է մեզ մոտ, տեսնենք թե ինչպես կիրականացվի։ Իսկ նորությունների մեջ արդյոք կա հայաստանցի ռեժիսորների համար, պրոդյուսերական ընկերությունների համար հարկերից ազատումը, որտեղ ես հիշում եմ, երբ որ Զուլալին նկարահանվում էր, բավականին մեծ գումար հարկվում էր նաև այդտեղից։ Եթե սխալվում եմ, ուղիր ինձ, եւ ես հիշում եմ, որ ես անդադ օրինակ մտածում էի, որ եթե պետությունը կամ օրինակ ազգային կինոկենտրոնը ներդրում է արել ֆիլմի մեջ, եւ ֆիլմն էլ նախ եւ առաջ դիտարկենք, որ իսկապես Հայաստանի համար անհրաժեշտ բան է, այդ դեպքում ինչու պիտի հարկվի։ Սա շատ բարդ ու լուրջ թեմա է,
Որի մեջ չթաթախվենք։ Չէ, ես երկու բառով կասեմ, սա անընդհատ վեճերի առիթ է տալիս մեր կողմից, կինոգործիչների կողմից եւ նաեւ պետական գերատեսչությունների կողմից այսպես անդադ ընդդիմանում են մեզ, բայց այս բոլոր խնդիրները հաշվի առնելով ես կարծում եմ մեկ գլոբալ խնդիր կա, որը Հայաստանում օր առաջ պիտի լուծվի։ Դա կինոյին հատկացվող գումարի միանշանակ ավելացումն է եւ մի քանի անգամ ավելացումը։ Բայց հայ կարծիք դա նշանակում է, որ մենք ավելի լավ ֆիլմեր ենք նկարելու։ Այո, որովհետեւ այս պարագայում նաեւ դրսի արտադրողները ավելի վստահ կգան, որովհետեւ պետությունը ի վիճակի կլինի ավելի մեծ գումար տրամադրել հայ կինոարտադրողին, իսկ հայ կինոարտադրողը այդ տոկոսային համեմատությամբ արդեն կարողանա ավելի հեշտ գտնել դրսի կինոարտադրողի որպես գործընկեր։ Այսինքն մենք այստեղ միշտ խնդիր ենք ունենում, որովհետև քիչ Հայաստանում միակ հիմնադրամը, որը ֆիլմերին ընդհանրապես աջակցում է, դա կինոյի հիմնադրամն է։ Այլ հիմնադրամ Հայաստանում ոչ մի կինոյի չի աջակցում։ Տարբեր բազմաբնույթ ծրագրեր իրականացնող հիմնադրամներ կան։ Ես չեմ հիշում մեկ դեպք։ Դար հիմնադրամը Զուլալի ֆիլմին։ Այո, դար հիմնադրամը Զուլալի ֆիլմին։ Միգուցե մի քանիսն էլ լինեն, բայց դրանք շատ եզակի երևույթներ են, հասկանում եք։ Չկան հիմնադրամներ, որոնց, չգիտեմ, կանոնադրության մեջ կլինի, թե նպատակների մեջ կլինի կինոարտադրության աջակցություն այս բառակապակցությունը չկա, Հայաստանում չկա, ի տարբերություն եվրոպական զարգացած երկրների, օրինակ ասենք Ֆրանսիայում բազմաթիվ հիմնադրամներ կան, որոնք միայն կինո են աջակցում։ Եվ որքան հարկերից են ազատվում կինոյին տարբեր ընթացակարգեր, գործընթացներ կան եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, այսինքն եթե դու այս խնդիրը չես լուծում, մնացած բոլոր խնդիրները ժամանակավրեպ են թվում։ Մեր երկրում կինոյին հատկացվում է շատ քիչ գումար։ Եվ այդ իսկ պատճառով շատ պրոդյուսերներ հնարավորություն չեն ունենում արտերկրի իրենց գործընկերների հետ համատեղ արտադրություն իրականացնել։ Հույս ունեմ, որ վաղը մյուս օրը, չգիտեմ, կհասնի մեր պատկան մարմիններին այս խնդիրը եւ սա լուրջ քննարկվի, որովհետեւ եթե մենք ուզում ենք կինո ունենալ, մենք պիտի ունենանք նաեւ դրան նպաստող միջավայր։ Հիմա դրական կներեք, թե ֆինանսական եւ այլն։ Հիմա մենք խոսում ենք խնդիրներից եւ ամենասկզբից էլ դու ասացիր, որ ոչ ուղիղ եմ ասում, ոչ ուղիղ եմ մեջ բերում, այլ իմ վերարտադրությունն է սա, որ կինոն սպանվեց, հա, դեռ 30 տարի առաջ սկսեցին կինո սպանել, կինոթատրոններ եւ այլն եւ այլն։ Նաեւ այս խնդիրները, որոնց մասին խոսում ենք, հիմա ինչու պիտի երիտասարդ մեկը գա եւ որոշի կինոյի մարդ դառնալ, հատկապես որ ինքդ էլ դասավանդում ես Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ինչը կարող է գայթակղել նրան։ Լուրջ ասեմ, թե կատակով։ Եվ լուրջ եւ կատակով։ Ասա, ինձ հետաքրքիր է։ Դե խենթերն են էլի գալիս։ Ես սկզբից ուզում եմ ասեն խենթերին հանի։ Չէ, խենթերն են գալիս։ Որտեվ կինոն նաեւ բիզնես է։ Կապ չունի։ Խենթերի բիզնեսը։ Փաստորեն դու քո ուսանողներին խենթություն ես ել ավելի սովորեցնում։ Չէ, իրենք գալիս են։ Ուղղորդում։ Իրենք գալիս են, առաջին տարում հասկանում են իրենք խենթ են թե չէ։ Ահա։ Հետո եթե արդեն հստակ դիագնոզը տալիս են, որ իրենք խենթ են, մենք սկսում ենք ռեժիսորով զբաղվել։ Լավ, բայց դու որպես պրոդյուսեր, նաև մարդ, ով որ մի ամբողջ կինո ընկերություն է ղեկավարում եւ տարվա ընթացքում բազմաթիվ եւ դոկումենտալ եւ կարճամետրաժ ֆիլմեր եք անում, բայց ախր ինչ որ մի ձև պիտի չէ այդ ուսանողին համոզես, որ դու ճիշտ ճանապարհ ես ընտրել։ Բացարձակ չեմ համոզում։ Ես իմ օրինակով ցույց եմ տալիս։ Իր ընտրությունն է։ Իր ընտրությունն է։ Կամ է։ Երրորդ տարբերակ չկա։ Դու կամ կինոյի մեջ ես, կամ չես։ Ես ամենաշատը զայրանում եմ կիսատությունից։ Ընդհանրապես կյանքում ամեն տեղ կիսատությունից։ Առավելապես արվեստում կիսատությունը դա դիլետանտիզմի գագաթնակետն է։
Այսինքն եթե դու որոշել ես, որ վերջ սա քո ճանապարհն է, դու խենթ ես ու գնում ես զբաղվել ռեժիսուրայով, նշանակում է դու այլ տարբերակ եւ կողքից ձեռքի հետ անելու ոչ մի շանս չունես։ Ու ես իմ երեխեքին առաջին օրից, հենց առաջին օրը բոլորին ասում եմ, որ դուք չեք եկել այստեղ մասնագիտություն սովորելու։ Դուք եկել եք, որպեսզի ապրելակերպ ձեռք բերեք։ Որովհետև ռեժիսուրան ապրելակերպ է, կինոն ապրելակերպ է։ Բայց արդյոք այդ խորհուրդը քայլում է այսօրվա կինոինդուստրիայի պահանջներին համապատասխան։ Միանշանակ, աշխարհում է այդպես։ Ինչպես։ Ապրելակերպ է։ Եթե դու ռեժիսոր ես, ուրեմն ապրելակերպ է։ Դու գիշերը քնելուց առաջ ես մտածում ֆիլմի մասին կամ ինչ որ նոր գաղափար է գալիս, սցենարի, փողոցում քայլելիս էլ, օրինակ եթե դու օպերատոր ես, նկատում ես մետաքիր բան, բայց տեսախցիկ չկա քո ձեռքը։ Դու նշանակում է այդ պահին օպերատոր ես։ Հայ, բայց այստեղ կոնֆլիկտ կա, որովհետև եթե աշխարհում մարդը ապրում է կինոյով եւ իր կենսակերպն է, նա նաեւ հնարավորություն ունի դա իրագործելու։ Կան կինոընկերությունները, կան պրոդյուսերները, կան ֆորումները, մարքեթները, որտեղ հնարավոր է։ Առաջին հերթին դու խենթ ես։ Ու որպես խենթ ձեռք ես բերում ապրելակերպ։ Վերջ։ Հայաստանում օրինակ ես շատ եմ նկատել մարդիկ եւ նաեւ տաղանդավոր մարդիկ, որոնք եկել են, հասկացել են, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան եւ շատ սիրուն սուսուփուս հեռացել են այս ոլորտից։ Դա եթե իմ հետ զրուցել ուրիշ մեկը, ես կարող եմ երկար վիճեի, բայց քո օրինակը մի տեսակ թույլ չի տալիս ինձ շատ երկար վիճել, որովհետև ես հասկանում եմ, որ մարդ ով դրսում թողել է իր հրաշալի կարիերան, ինչպես դու ասացիր, Լատինական Ամերիկայից մինչև Չինաստան, եւ եկել է այստեղ քիչ չի կոտրվել առաջին մեծ ֆիլմը անելուց, այլ նաեւ իր ընկերությունն է հիմնել եւ այդտեղ նոր սերունդ է նաեւ կրթում բացի թատերական ինստիտուտը, սկսում եմ մտածել, որ երևի կա ինչ-որ մի տարբերակ, որտեղ տեսնում եմ քեզ ու քո արածը։ Ինչ նորություններ կան Order Film ընկերությունում։ Ովքեր են հիմա այնտեղ, ինչ է ստեղծվում, ինչ սպասենք։ Order Film-ում իմ այն բոլոր երեխեքն են, որոնք եղել են Որոնց ես գիտեմ։ Որոնց դու գիտես, ոչ մի բան չի փոխվել, ավելացել են նորերը։ Հիմա մի հրաշալի խաղարկային լիամետրաժ ֆիլմ ենք անում։ Տարվա վերջ հույս ունեմ ամեն ինչ լավ կլինի եւ պատրաստ կլինի, կոչվում է Երկնային գվոց, դեբյուտ է, նոր ռեժիսոր է Արամ Ղարիբյանը։ Եվս մի խենթ։ Ով հրաշալի մի սցենար է բերել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, լրիվ այլ ռակուրսից, շատ ճիշտ ու նուրբ ֆիլմ է լինելու, ես վստահ եմ։ Բեմադրող օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, մեր սիրելի բեմադրող նկարիչը Տիգրան Ասատուրովն է, հրաշալի դերասանական կազմ ունենք, Շանթ Հովհաննիսյանը, Արման Մեժլումյանը, մի խոսքով։ Եվ կարծում եմ, որ շատ շուտով մենք ականատես կլինենք եւս մի լավ ֆիլմի ծնունդի։ Այս մի քանի ամիսները եւ գրեթե 1 տարին ամբողջ ռեսուրսը դրված է այդ ֆիլմի վրա, որովհետեւ բարդ իրականանալի ֆիլմ է, պատերազմ պատկերացնում եք։ Եվ նաեւ այս իմ ասածը, որ արտադրության առումով բարդ է Հայաստանում, այս ֆիլմում կրկնակի երակի բարդ է, որովհետև համապատասխան միջավայր է մթնոլորտ եւ հնարավորություններ չկան ավելի հեշտ իրականացնելու ֆիլմերը։ Ես շնորհակալ եմ այն թիմին, որը հիմա աշխատում է եւ ընդհանրապես շնորհակալ եմ մարդկանց, որոնք օրնիբուն մտածում են կինոյի մասին։ Կինոն շատ բան կարող է փոխել մարդկանց կյանքում, պետությունների կյանքում, աշխարհում, ընդհանրապես կինոյին շատ սկեպտիկ չի կարելի վերաբերվել։ Կինոն մեծ հորիզոններ է բացում բոլորի առջև եւ շատ քիչ մարդ է ցավոք սրտի մեզ մոտ հասկանում է դրա կարեւորությունը։
Ես էլ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ որպես մտածող մարդ, ով միշտ համակարգային լուծումներ է փնտրում, առաջարկում, ոչ միայն փնտրում, այլև առաջարկում եւ հետամուտ լինում համապատասխան մարմինների հետ այդ համակարգային լուծումների մեջ լինել եւ վերջնահանգույցին գալ։ Հաջորդ շնորհակալությունը, որ ուզում եմ ասել եւ երբեք չեմ դադարի ասել, դա Զուլալի ֆիլմի մեր հույզերն են, մեր ապրումներն են, մեր լինելն է, այդ վստահությունը, որ ունեցար իմ հանդեպ, այդ հեքիաթը, որ տվեցիր ինձ եւ ամբողջ թիմը տվեց մեկը մյուսին, այդ ինձ համար շատ կարևոր էր եւ ես առանց վախենալու, որպես կինոդերասանուհի կարող եմ ասել, որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում ամեն պահի պատրաստ եմ քո ձեռքը բռնած անցնել կինոյի ճանապարհը, ու այդ ինձ համար մեծ երջանկություն է։ Դա փոխադարձ։ Մերսի, գրկեմ քեզ միջև հաջողվել։ Վերջ։ Armenia Wine ընկերությունը Երևան City սուպերմարկետների հետ իրականացնում է մի հրաշալի խաղարկություն։ 10 էլեկտրոմոբիլներ, որոնցից մեկը կարող է լինել ձերը։ Ամեն անգամ գնում կատարելով Armenia Wine ընկերության գինիներից որևէ մեկը, որը պիտի գերազանցի 1000 դրամը, ձեզ կտրամադրեն հատուկ կտրոն, իսկ կտրոնի վրա կլինի կոդ։ Հենց այդ կոդով էլ ամեն ամսվա 4-ին դուք կկարողանաք մասնակցել խաղարկությանը, այնպես որ շտապեք Երևան City սուպերմարկետ գնումներ կատարելու Armenia Wine-ից։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը, եթե նկատեցիք, ճաշացանկս ամբողջովին հայկական էր, նույնիսկ պատմական տարերով, ես վստահ եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ում համար հետաքրքիր էր չափազանց այս զրույցը եւ կարեւոր։ Կհանդիպենք մի ուրշաբաթ։